Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա մի քանի խոսք Աննան նշեց արդեն այդ պարադի մասին, երբ շատ sense խոսակցությունների թեմա դարավ այդ պարադ կոչեցել հատուկ այդ պարադի մասում sense ժողովրդի մոտ ավելի շատ դա է, չէ՞, sense զորահանդես պարադ բառը օգտագործել։ Ես այն փորձը ունեմ եւ այն հիշողությունը իմ կենսագրության հետ կապված, որ կարող եմ համեմատություններ անել նմանատիպ sense երևույթների հետ։ Ուղղակի հիշեցնեմ, շատ է նման Սաակաշվիլիին, Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ համեմատությունը 1-2 անգամ արել եմ ուրիշ թեմաների շուրջ, բայց շատ է նման։ Ուղղակի հարահարի, վիճակը սրի, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնի, հետո օրինակ ռուսների հետ հարաբերություններ փչացնի, ամերիկացիներն մեկից ինչ-որ բան ստանալ, օգուտներ քաղել։ Այդ օգուտները քաղել, ազնական օգուտ են քաղում, բայց ժողովրդի գլխին փորձանք են բերում։ Հիմա ես հիշում եմ Սաակաշվիլիի քայլերը 2007 թիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած եւ արդեն արևմուտքից որոշ զինտեխնիկա ստացած, զրամեքենաներ, ինչ-որ բաներ եւ այլ, որը չնչին էր, բայց լավ ներկած, ցույց էին տալիս։ Առաջի պարադը, եթե չեմ սխալվում, եղել է 2007 թիվ մայիսի 26, իրենց անկախության օրն էր։ 2008 թիվ եւս մայիսի 26, եւս շքերթ, ես ինչի համար եմ դա հիշում, եւ նույն ներկած մեքենաները, շքերթ, որովհետեւ 2007 թվականին ես իրեն հետ հանդիպել եմ ինքը հրավիրել էր Բաթումիում։ Գիտեք ինչ էր ասում, նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է, ամենայն անկեղծությամբ, ձեզ ասում եմ այն ինչ եղել է։ Բանակ չկա, տամ ալկոգոլիկի, տամ չգիտեմ եւ այլ, քայքայված բանակը, մեր բանակը իրեն այն ժամանակ ասացի գլուխը ցավում է։ Ասի գլուխը ցավում է, լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող ես հայտնվել։ 28 թվականին ես արդեն նախագահ չեմ, մայիսի 26-ին մի հատ շքերթ է անում, սիրուն, ներկած, դրոշներով, ամեն ինչով այդ տեխնիկայով, ուղիղ 2 ամիս հետո հարձակվում են Ցխինվալի վրա, խաղապահ, ռուսական խաղապահներից 22 հոգի, եթե չեմ սխալվում, զոհվում են, բայց դրանից հետո 3 օրում ռուսական բանակը հայտնվում է Թիֆլիսի մոտակայքում եւ մտնում են Պոցի, ուր գնում են դեմ ազատ էր, բանակ չկա, այդ պարադանող բանակը անհետացել է։ Բանակ էին փնտրում, ահու էին անում, բանակ չկա։ Ժողովուրդ ջան, ձևականության, sense պոնտերի, sense ցուցադրական քայլերով դու բանակ չես կարող ստեղծել։ Չես կարող ստեղծել։ Մի խայտարակություններ, Սաակաշվիլին էլ իր բան գալստուկներ բանանում, ծմծամում, եթե այդ կադրերը մի քիչ ավելի ավակ սերունդը լավ են հիշում։ Ձեզ փորձում են համոզել, որ զրոյից բանակ է ստեղծել եւ մի հիմար արտահայտություն օգտագործվեց, ինչպես ասեց, 3 ավերակ կոչեցյալ բանակը ինքը իբրև ժառանգել է, ինքն է սարքել ավերակ, մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ինքը սարքել է ավերակ, հիմա ավերակ սարքելու մեջ փորձում է մեղադրել նրանց, ով այդ բանակը ստեղծել է։ Եվ իմ կոչը չխաբվենք, այս մարդը խաբելու չեմպիոն է, իսկապես չեմպիոն է, այստեղ մենք չենք կարող մրցել։ Ուրեմն պետք է զգաստանանք, պետք է հասկանանք, որ մենք ունենք այդ հնարավորությունը կանխել այս ամենը, մենք ունենք հնարավորություն ամրապնդել մեր ինքնիշխանությունը, ամրապնդել մեր բանակը եւ մենք կոնկրետ Հայաստան դաշինքը այն ուժն է, որը բերելու է խաղաղությունը։
արել ենք ժամանակին, անելու ենք եւս հիմա։ Եվ մեր բանաձևը խաղաղության հետևյալն է, կրկնեմ, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, հարատևելի եւ կայուն։ Եվ չի կարող լինել խաղաղություն, որը կախված է մեկ մարդու քմաճույքից։ Տվյալ դեպքում Իլհամ Ալիևի քմաճույքից։ Դա խաղաղություն չի։ Դա վասսալական կախվածություն է Ադրբեջանից։ Եթե համաձայն ենք, ուրեմն ինչ պետք է անենք մենք հունիսի 7-ին, համար 17-ին, եւ միասին կարող ենք, միասին կարող ենք։